Ինչ հաջողություններ, որ առաջինը ես եի։ Պարոն Գաբրելյան ջան, խնդրում եմ, դուք տնտեսագիտությունից ընդհանրապես մի խոսեք։ Այդ օրը գնման օրը շուկայում մանրածախի արժեք եղել է 510 դրամ։ Դուք փոխանցել եք 500,000 լիտրի գումար, դրա տեղը գնայիք ուրիշ տեղից մանրածախով, այնպես տալետներ որ ասես դնում են, լցվում է, այդպես դնեիք, լցնեիք, առնեիք 510-ով։ Խիեք գնաց 540-ով առե։ Բայց անցնենք, հաջորդ հարցը տամ, բարդ բան է, ես ձեր տնտեսագիտությանը նորից կանդրադառնամ։ Մի հատ խնդրում եմ ինձ ասեք, որ ասում եք 300% աճ գիտաշխատողներին։ Գիտեք, քանի գիտաշխատող է այդքան բարձր ստացել, 5, 10, մյուս հարցը որ կա, էլի։ Ըստ ձեզ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր վերջին շրջանում կալանքի մեջ են ու միայն պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով։ Այսինքն այդ մարդիկ, եթե ուրիշ քաղաքական հայացք ունենային, միգուցե այսօր իրենք կալանքի տակ չգտնվեին։ Եվ վերջի հարցը, որ ես ունեմ, խոսեցիք ակադեմիական քաղաքից 15,000 օտարերկրյա ուսանողներից։ Կոնկրետ ըստ ձեզ 5 տարի առնվազն կներեք, կարող է եթե սխալ ասեմ, էլի վերջի 5 տարին կարևորագույն հանձնաժողով եք կառավարել, ըստ ձեզ որ կոնկրետ մասնագիտությամբ Հայաստանը պոտենցիալ ունի 15,000 օտարերկրյա ուսանողների աճ ապահովել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սկսեմ վերջից, հիմնականում այդ աճը պայմանավորված է եղել մեծամասամբ մի ուղղվածությամբ, բժշկական մասնագիտությունն է եղել, մենք կարծում ենք, որ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի մեր պատկերացրած ձևով իրագործումը կարող բերի նաև այլ ոլորտներում գոնե համաչափ աճին։ Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներով մարդ տեսնում եմ նստած, չեմ տեսնում, որովհետև այդ թվում ձեր պատկերացրած կամ ձեր մատնանշած մարդկանց շատ հարցազրույցները միշտ հետևում եմ, իրենք ավելի քիչ են խոսում, որ իրենք խաղալացյալ են, քան օրինակ այստեղ դուք։ Չգիտեմ, օրինակ մանդատագողությունից ենք խոսում, ես չեմ լսել միջև այս պահը, այն ուժին, որի վերագրում ինքը մի բան ասած լինի դրա մասին։ Մյուս կան, իմ օգնականները լսում են, ես կխնդրեմ, որ բերեն բացվածքը կտամ ձեզ էլի, այսինքն շատ են։ Գլխավոր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, մինչև 300% որ ասում եմ, այդ բարձրների դեպքում ավելի շատ է բարձրացել, բայց ինչքանով որ ես եմ հիշում, նվազագույնը մոտ 230% է եղել ավելացումը, այսինքն 230-ից մինչև 300% տարբերություն է եղել։ Այդ բացվածքը ձեզ կտամ, ես ճիշտ ասած նախորդ ձեր հարցերից կանխագուշակելու մտածում էի դպրոցները կասեք այդ տեղեկանքների բերե, բայց կխնդրեմ այսա տեղեկանքը կբերեն կամ եզրափակիչ ելույթում կասեմ։ Իսկ քանի որ ժամանակը ինչ վերաբերում է տնտեսագիտությունից, ես ընդհանրապես ինչի մասին որ չգիտեմ, ընդհակառակ աշխատում դրա մասին խոսել, որովհետև սովորելը ամոթ չի, ինչ անենք, ասենք շատ էլ որ կարող է ես տնտեսագիտության որոշ բաներ չհասկանամ։ Բայց ես ուրախ եմ, որ ես դրա մասին խոսում եմ եւ փորձում եմ սովորել, ինչ խնդիր կա։ Այնպես չի, չէ, որ դուք 15 տարի առաջ այդ ամեն ինչը գիտեիք, ինչքան որ հիմա գիտեք։ Բայց երբ որ ասում եք տնտեսագիտություն, չեմ հասկանում տնտեսագիտություն միայն ինչ կապ ուներ դրա հետ։ Դուք աշխատել եք Երևանի ավական, ես չեմ գնել այդ բենզինը, չէ։ Դուք գիտեք, չէ, որ բյուջեն հաստատվում մի տարվա եւ ինքը նախատեսում է, ասենք, որ պետք է առնի մի տարվա ծրագիր։ Էլի եմ ասում, դրա համար ասեցի, կարող է խնդիրը անձնաումից առել են, եկեք այդ ասեք։ Բայց գինը այսօր պրոստ ուղղակի որ տենց անցնում էի վաղուց իհարկե էլեկտրական մեքենա եմ քշում, բայց հետա քիրաշկս ծակեց հիշեցի, տեսա որ շատ է բարձրացել, է։ Արձագանք։ Եղավ, շնորհակալություն։ Ես հասկացա, որ ինձ դժվարագույն օրեր է սպասվում, բայց մանրամասն նորից կասեմ խնդիրն ինչ է։ Օրվա կուրսով գինը եղել է 510, դուք առել եք 545։ Ավարտենք այդ թեման, էլի։ Պարոն Գաբրելյան, որ ասում եք ոչ մեկ չի խոսել մանդատագողության այդ խնդրից, խորհուրդ կտամ Արման Աբովյանին լսել, Իվետա Մուկուչյանին, Նորա Ռուստամյանին, Իվետա Մուկուչյանին սիրում եմ, լսում եմ, չէ, ներողություն եմ, ճանաչում եմ Իվետա Տոնոյանին, Իվետա Տոնոյանին ու շատ ԲՀԿ անդամներին խորհուրդ կտամ, շնորհակալություն։ Վերջի կտորը չլսվեց հարցեր, պարոն Մանուկյան։ Չէ, ուղղակի պատասխան կարող չտալ։
Շատ լավ, եթե դուք կարծում եք, որ դա իմ առողջությանը վնաս չի լինի, կաշխատեմ այսօր ձեր ասած որոշ անձանց ելույթներն լսել։ Ավելացնելու թերևս բան չունեմ ու նորից եմ ասում, հարգելի իրավապահ մարմիններ, պարոն Մանուկյանը կարծում է, որ այդ գործարքի մեջ կա կոռուպցիոն ենթադրյալ երևույթներ։ Խնդրում եմ այս հայտարարությունը հիմք ընդունել, հարուցել քրեական գործ եւ այդ թվում իմ կողմից հեղինակած օրենքի համաձայն այդ իրավապահ բլոկի ղեկավարները տարին մի անգամ գալիս են այստեղ պատասխանում մեր հարցերին։ Ես եւ դուք էլ կփորձենք այդ հարցը տալ, որ արդյոք հիմք ընդունվել է այս ձեր հայտարարությունը, գնացել ուսումնասիրել ու թող պատասխանեն, պարոն։